Okay, սա մեր main trading TC2000-ի window-ն է, ինչ կոմպոնենտներ ունի։ Առաջինը էսի ցույց է տալիս ստակը, որի վրա մենք trade ենք անում։ Այս լուսամուտը spy-ն է, SPY 500-ը։ Ինքը մեզ ցույց է տալի թե market-ը sentiment-ով որտեղ է վերևագնում, ներքևագնում, ինչ վիճակի մեջ է market-ը։ So էսի մեզ օգնում է, որտեղ հիմնականում ստակները շարժվում են market-ի հետ միասին ու ամենալավ indicator-ը SP 500-ն է։ Այս լուսամուտը մեզ ցույց է տալի, թե ինչ օրդերներ ենք մենք պատրաստվում դնել, այսինքն օրդեր ենք արի, բայց execute չի։ Ասենք ես հիմա ուզում եմ trading, let's say, trading for, ես ուզենք ուզում եմ 3000 հատ առնեմ այս ստակից, խփում եմ, I placed an order, բայց այս օրդերը execute եղած չի, հիմա market-ը փակ է, այս օրդերը չի աշխատում, առավոտյան երբ որ առնեմ, այստեղ ցույց կտա։ Երբ որ օրդերը վաճառվի, այստեղ է ցույց տալու, բայց էսի շատ լավ է, որտեղ մենք տեսնում ենք ինչ օրդերի հիմա ունենք բաց, այսինքն we placed an order, բայց այս օրդերը execute եղած չի, այսինքն այստեղ մենք դեռ ոչինչ չունենք ու մեր վաճառքից կամ օրդերը փակելուց հետո results are going to be shown here, այսինքն իր ռեզուլտատը այստեղ կլինի։ Այս սրա մասին էսի cancel անենք օրդերը, կարանք այստեղ screen-ից էլ cancel անենք, okay, հետ գնաց։ Այդքան բանը հիմնական screen-ի մասին, որովհետև մենք ուզում ենք տեսնենք ինչ օրդեր կա, ինչա execute լինում, եւ դրա մասին մենք տեսնում ենք position-ը բարձրանում է, իջնում է, դա շատ կարևոր է մեզ համար, որպեսզի տեսնենք եւ փակենք այդ trade-ը։ Այսքան բանը screen-ի մասին։ Հիմա մյուս էպիզոդում երևի խոսանք քիչ անալիզ անենք, տեսնենք entry ու exit point-ները որն են։ Այս chart-ի վրա, որ այսօր գնացել է, մենք փորձենք ցույց տանք որն է մեր entry-ն long-ի համար, գնելու համար, եւ որն է մեր entry-ն sell-ի համար։ Առաջին բանը, որ նկատում ենք, moving average 8-ը, 8 օրվա moving average-ը crosses up 50-day moving average։ Այսի positive news-ը, այսինքն վերև է այդում։ Հետ երկրորդ բանը, որ նկատում ենք, ստեղ գինը փորձում է ներքև իջնի view up-ից, բայց հենց view up-ից վերև է այդում, view up-ը միանգամից շեշտակի վերև է այդում։ Սենց, այս շատ ուժեղ view up-ի նշան է։ Ու սրանից հետո մեր entry պետք է իրականում լիներ այս area-ում։ Այս area-ն մեր entry-ն էր։ Ստեղից ինք ուղիղ վերև գնաց, այստեղ մենք վաճառում ենք։ Հետո մենք ինչ ենք նկատում։ Մենք նկատում ենք, որ 1, 2, 3, այսինքն գինը չի կարողանում սրանից վերև էտա։ Ու մեր մոմիկները սկսում են ավելի փոքր ու ավելի փոքր լինել։ Մենք սպասում ենք, մինչև որ առաջին մեծ ներքև գալը լինի, այստեղ ինքը consolidation անում, ու սրանից հետո ինքը նորից էլ է իջնելու։ Ուշադրություն դարձեք այս տեղին։ Էսի մեր second entry-ն է։ Ստեղից մենք short ենք անելու, ինքը ներքև է իթալու։ Ինչի համար այս կետը եւ այս կետը։ Հիմա այս երկուսը ինչ որ նմանություն ունեն, դրա մասին կխոսանք։ Երկուսի նմանությունը նրա մեջ է, որ ոնց որ ինքը ստեղ view up-ը cross անելուց, վերև անելուց ու սրանից անցնելուց մի հատ անորոշության ժամանակ կար, փոքր candle եղավ, բայց buyer-ները հաղթեցին ու push արեցին վերև, միանգամից ինքը steep վերև գնաց։ Նույնի կատարումը գալիս է այս դեպքում, այս candle-ի ժամանակ, այս candle-ը, որովհետև ինքը իջավ ներքև, փորձեցին վերև հանեն գինը նորից, բայց ինքը fail եղավ, այս candle-ը մեր entry-ն է։ Մեր stop-ը այստեղ ալելու, մեր stop-ը ստեղ ալելու, որովհետև այս իրա support resistance-ն է։ Հիմա եթե ես մի հատ գիծ գծեմ ստեղ, այս գիծը իրանց support resistance-ն է, այս գիծը ժամանակին պաշտպանվել է, եկել է վերև, այդ գծից որ իջել է, չի կարողանում վերև էթա։ 1, 2, արդեն ստեղ մեզի պարզ էր այստեղ, որ ստակը իջնում է, բայց մեր stop-ը ստեղ ենք դնում, որովհետև հանկարծ ինչ-որ մի պատճառով վերև էթա, ստեղ stop-ը աղդում։ Ու ինքը շարունակում է իր ներքև գալ։ Այս ամեն ինչը 3 րոպեվա վրա է արված,
նույնը ստեղ եկա վերև, view up-ին փորձեց հաղթել, ուշարեցին ներքև, բայց իրանք մի անգամից վերև գնացին։ Մի հատ փոքր դիթել էլ կա, որ ուզում ուշադրություն դարձնեք, միշտ խափելու կամ բանի մոմենտը որն է, ոչ թե խափելու, այս խափուսի կա տալի, ստակը երբ որ բասում է, երբ որ ստակը սովորաբար վերև է եթում կամ ներքև է գալի, իր candlestick-ը բասվելուց շարժում է հակառակ ուղղությամբ։ Հիմա այս candlestick-ը բասվել է, ինքը եկել է ներքև, հետո նոր գնացել է վերև։ Նույնը կատարվում է ներքև ու վերև։ Էսի չի իջի ներքև, միանգամից push արի վերև, բայց այդ push-ը իրան չի օգտի, որ ինքը ավելի վերև է։ Սրանից հետո արդեն ինքը սկսել է ներքև իջնել։ Բայց շատ դեպքերում, եթե ուշադրություն դարձնեք, ստակը իջնում է ինչ-որ մետեղ իր previous candle-ից ավելի ներքև, այդ 25%, նոր push անում վերև։ Շատ ժամանակ մեր sell կամ buy point-ը այդ point-ից ենք մենք buy կամ sell անում։ Այսքանը սրա մասին, other than that, մեր ստրատեգիան հիմնականում հիմնված է այն բանի վրա, որ ստակը պետք է վերև լինի շաբաթական, եթե շաբաթով ենք նայում, պետք է վերև գնա օրական, եթե օրական ենք նայում, ու վերջի 3 րոպեվա կամ 10 րոպեվա մեջ կամ 5 րոպեվա մեջ մի խոսքով շարժում ունենա։ Հիմա մարքեթը փակ է, հիմա ինչ որ հիմա ցույց եմ տալիս, օրվա ընթացքում արդեն execute է եղել, բայց եթե հիմա նայենք այս կան տեղը, այս այնա ինչ որ մենք ուզում ենք, այսինքն մենք ուզում ենք ստակը ստեղից գնա վերև, ինքը գնացել է 28 սենտ, մեզ պետք է մոտ 30 սենտ ստակը շարժվի, ու էդի մեր մաթեմատիկան է։ Մենք միշտ վերցնում ենք 3000-ով ստակներ, 3000-ը գնում ենք, 3000-ը ծախում ենք, 30 սենտով $900։ Էդի մեր ստրատեգին է։ Բայց նորից պայմաններից մեկը մենք սկյան ենք անում, սկյաններ ունենք, սկյան ենք անում այն ստակները, որոնք շաբաթականով վերև են եթում, օրականով վերև են եթում։ Որովհետև եթե ստակը շաբաթականով եւ օրականով վերև է եթում, ինքը 70-ից ավել 90% հավանականություն կա, որ ինքը 30 սենտը միևնույն այդ օրվա մեջ կշարժվի, էդ էլ մեզի պետք է։ Դրանից հետո մեզ կարևոր չի կիշնի, կողքի կետա ինչ կանի, մեզ պետք է ընդամենը 30 սենտը։ Այս այնքան էլ հաջող ստակ չի, որտեղ սա օրվա մեջ շատ քիչ է բարձրացի, սովորաբար ստակները օրվա մեջ շատ ավելի են բարձրանում։ Այդ սկյաներով փորձենք ուրիշ ստակ մի հատ վերցնենք։ Strong trained up formula, այսի հատուկ ֆորմուլա է գրված, որ ինքը իր ամեն բաները, պարամետրերը համընկնեն, որ ինքը կարողանա վերև գնացող trade-ները բռնի մեզ համար։ Եթե շաբաթական նայենք, still up-ը, okay, լավ օրինակներից մեկն է, շաբաթական ինքը վերև է գնում, շաբաթական trend-ը շատ կարևոր է, ինքը շատ պինդ է, այսի ասենք կապուտով ներգենք, որ դուք տեսնեք, որ trend-ը վերև է գնում, support ունի, մենք երկու հատ candle ենք դնում, մոտարպես ես, որ իրանց տեսնեք իրանք որտեղ են այդ միջև ինչ սահմանի կասնի, օրականով մենք տեսնում ենք, որ ինքը trend-ի մեջ է, այսինքն ինքը հնարավոր է իջնի միջով այստեղ, այդտեղ ստեղ ուժեղ support resistance ունի, բայց ստեղից ինքը շատ հնարավոր շարունակի վերև եթալը միջև մյուս ասենք 28-ից է ներեք, հիմա 26-59-ն է, այս ամբողջից մեզ ընդհանրապես պետք է 30 սենտ, այսինքն այս շարժումը 60 սենտ ցույց տվեց էկրանին, այսինքն եթե հիմա ստեղից նայեք 60 սենտ ալնում կամ 55, 59, 60, այս անկյունին ցույց է տալի, մեզ այս շարժումն է պետք։ Այդ շարժումը օրվա մեջ մենք վերցնում ենք 3 րոպեանոց candle-ը, ու այսի մի հատ օրինակ ընդհանրեն, ասենք առավոտը ժամը քանիսն է, 1:57, այս ինքը 8 անցավ 50-ից, մենք վերցնում ենք view up-ից վերևա, ու ինքը գնաց 57 սենտ, այսինքն եթե 3000 շեր վերցնես, $1500 փող առնում։ Ուրիշ կոմպոնենտներ կա, որ պետք է նայենք, բայց հիմնականը էս է, հիմնականը սրա վրա է դրվում, որ շաբաթականը վերև լինի, օրականը վերև լինի, ու այդ 30 սենտ ինքը move անի։ Իրա move անելու ընթացքն էլ ուրիշ բաներ կա, ավելի մանրամասն խոսենք, բայց հիմնականը սա է, էս։ Ինքը view up-ից վերև է,
ու ինքը expected moving average A-ը cross-up-անում 50-ին։ 50 օրվանը մեզ պետք է 30 սենտ հետավերև, այդքան բան։ Մնացածը ավելի մանրամասն մյուս section-ի մեջ կխոսենք։